Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի հիմնական ուղղություններն ու ռազմավարությունը։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են քաղաքապետի խորհրդականներ, քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ընկերությունների եւ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կառավարման հանձնաժողովի անդամներ, անկախ փորձագետներ։ Ներկայացնելով երթուղային նոր ցանցը, քաղաքապետի խորհրդական Արտաշես Առաքելյանը նշել է, որ այն մշակվել է գործող ցանցի հետ համեմատական վերլուծությունների հիման վրա, հաշվի առնելով նաև միջազգային տարբեր կառույցների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Նոր ցանցի հիմնական ռազմավարությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները բեռնաթափելն ու միկրոավտոբուսներից ավտոբուսներին աստիճանական անցում կատարելն է։ Ըստ այդմ, եթե այսօր 30 երթուղիներում փաստացի շահագործվում է 350 ավտոբուս, ապա նոր ցանցում ավտոբուսային երթուղիների թիվը նախատեսվում է ավելացնել 16-ով, իսկ ավտոբուսների թիվը 300-ով։ Նոր ցանցով նախատեսվում է զգալիորեն կրճատել միկրոավտոբուսային երթուղիները 109-ից հասցնելով 75-ի։ Համապատասխանաբար շուրջ 800 միավորով կնվազի միկրոավտոբուսների քանակը։ Առաջարկվող նոր ցանցը նաև միտված է երթուղիների առավել արդյունավետ շահագործմանը, ինչին ի թիվս այլ գործոնների կնպաստի երթուղու աշխատանքում միջակայքերի պարբերականության նվազեցումը։ Լսելով կողմերի կարծիքները, առաջարկություններն ու դիտողությունները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է երթուղային նոր ցանցում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտի, հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերի աշխատանքին, որն այս պահին գոհացուցիչ չէ։ Առաջի հարցը մենք մեզ պետք է տանք քաղաքացին ինչից է դժգոհ տրանսպորտից, որ բնակիչին հարց տաս տրանսպորտի վիճակը կասի շատ վատ վիճակ է։ Մենք պետք է ցանցը կառուցենք նրա վրա, որ այսինքն առավոտյան եւ երեկոյան մենք մեր բնակչությանը ապահովենք։ Այդ մենք առաջի կետը պետք է դնենք եւ դրա վրա թե մեր ֆինանսական բլոկը այդ մասնագետները, թե մեր տրանսպորտիկները, որոնք ցանցը պետք է կառուցեն, դրա վրա սկսեն կառուցելը ցանցը։ Աշխատանքային խմբին հանձնարարվել է մեկ շաբաթյա ժամկետում շտկել բացթողումներն ու երթուղային նոր ցանցի հավանության արժանացած տարբերակը ներկայացնել նաև հանրային քննարկման։